խնդրեմ ներկայացնել ինչ ակնկալիքներով եք եկել այս ընտրության եւ արդյոք կարծում եք, որ ձեր ձայնը որոշիչ ազդեցություն կարող է։ Ես եկել եմ շատ ուրախ ու բարձր տրամադրությամբ, որովհետև ապրում եմ այնպիսի երկրում, որտեղ հնարավոր է կազմակերպել ազատ ու արդար ընտրություն։ Սա ժողովրդավար պետության լավագույն ձեռքբերումն է, ինչի մասին մենք կարող ենք հպարտությամբ խոսել։ Ինչքանով է որոշիչ իմ ձայնը, շատ որոշիչ է, ինչպես որ յուրաքանչյուրի ձայնը, այսինքն մեր քաղաքացիները պետք է ունենան այն գիտակցումը, որ յուրաքանչյուրի ձայնը որոշիչ է եւ մենք շատ կարեւոր իրողություն ունենք, որ հենց քաղաքացու ձայնն է այսօր որոշիչ։ Ինչպիսի զգացողություններ են ձեր մեջ արտանում եւ գալիս եք ձեր հավասար դպրոցում Հրաշալի իրականում, առիթ ունեցել եմ նաև վերջերս այցելելու իմ ուսուցիչներին եւ մի փոքրիկ բաց դաս անցկացնելու աշակերտների հետ, շատ լավ հիշողություններ ունեմ եւ մանկությունից եւ պատանեկությունից եւ իմ դպրոցից եւ առիթից օգտվելով նաև ուզում եմ բարևել իմ բոլոր դասատուներին, որոնց շատ սիրում եմ։ Ինչպես է գնահատում Հայաստանում անցկացվող ընտրական պրոցեսների թափանցիկությունը, արդարությունը։ Այսօր կարծում եմ կհամաձայնեք, որ ամեն ինչը 24 ժամյա հսկողության տակ է տեսախցիկների եւ ավելի թափանցիկ, ավելի բաց, ավելի ազատ ու արդար ընտրություններ կարծում եմ դժվար է պատկերացնել։ Ամեն դեպքում դիտորդները իրենց տեղերում են, այցելուները իրենց տեղերում են, կարծում եմ, որ վերջնական հաշվետվություններն իրենք էլ կտան եւ կփաստեն, թե ինչպիսի ընտրություններ են մեր երկրում անցկացվում։ Տիկին նախարար, իսկ որ ընտրությունից մեկ օր առաջ խուզարկություններ են, ձերբակալություններ են ընդդիմադիր շտաբներում, չեք համարում, որ դա խաթարում է ընտրության պրոցեսը, ասած է արդար ազնիվությունների Իսկ ինչ կառաջարկեիք, որպեսզի հանցագործության հետքերով իրավապահ մարմինները չգնան, չբացահայտեն հանցագործություններ, որոնք կապված են ընտրությունների ազատ ու արդար լինելը խարխլող, կաշառք տալու կամ ստանալու դեպքերի հետ։ Այսինքն, եկեք հակառակի մասին խոսենք, իրականում ենթադրյալ հանցագործությունները, որոնք կապված են կաշառք տալու կամ ստանալու կամ ընտրակաշառքի միջնորդության հետ, հենց դրանք են խարխլում ազատ ու արդար ընտրությունների իրականացման հիմքերը եւ հնարավորությունները եւ իրավապահ մարմինները պետք է շատ զգոն լինեն, որպեսզի շատ արագ արձագանքեն նմանատիպ հնարավոր բոլոր դեպքերին, այդպիսով ապահովելով որ մենք ունենանք ազատ ու արդար ընտրություններ։ Այսինքն հակառակի մասին մենք պետք Իսկ քանի օր առաջ, եթե օրինակ դուք լինեիք իրավապահ մարմնի ներկայացուցիչ եւ ստանայիք հաղորդում ընտրություններից մեկ օր առաջ ընտրակաշառք բաժանելու մասին, անգործ կնստեիք, ոչինչ չէիք անի։ Բայց այդ մարդիկ նաև նախնական ծրագրեր ունեն։ Դե ես կկրկնեմ իմ հարցը, անգործ կնստեինք եւ ոչինչ չենք անի, միանշանակ ոչ։ Պետք է շատ կոշտ արձագանք լինի բոլոր այն դեպքերին, որոնք վերաբերում են ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը կամ ընտրական այս փուլում, ընտրական որևէ հանցագործություն կատարելուն, որովհետև պետության հիմքերի դեմ ուղղված հանցագործությունների մասին է խոսքը, սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների մասին է խոսքը եւ այդպիսի անձինք չպետք է ունենան հնարավորություն մասնակցելու ընտրություններին եւ սա միանշանակ է։ Ինչ մեխանիզմներ կան ապահովելու ընտրական գործընթացներում բոլոր քաղաքական ուժերի մասնակցության հավասարը։ Սահմանադրական հիմքերը կան իրականում կուսակցական բազմակարծությունը, քաղաքական բազմակարծությունը իրականում որպես սկզբունքներ ընդունված են մեր երկրում եւ բազմակուսակցական համակարգ է մեր երկրում գործում եւ այսօր տեսնում ենք, որ 18-19 կուսակցությունից 18-ը, եթե չեմ սխալվում, մասնակցում են ընտրություններին եւ բոլոր օրենսդրական հնարավորությունները կան մեր երկրում եւ պետական ֆինանսավորման տեսանկյունից եւ գովազդի հետ կապված իրավակարգավորումների տեսանկյունից, այսինքն իրական հնարավորությունները օրենսդրության տեսանկյունից եւ փաստացի արկա են եւ կարծում եմ, որ բոլորի դեպքում հավասարապես այդ հնարավորությունները ապահովվել են։ Նաեւ տնային կալանքի տակ գտնվող քաղաքացիներ ունեն իրավունք մասնակցելու ընտրություններին, այդ գործընթացը ինչպես է։
Ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնել է շուրջ 1000 շահառուից 500-ը, մոտ 500-ը եւ այս ժամի դրությամբ այսօր այս պահին 12-ից է, 12-ից 1:5 է, արդեն 50% եւ ավել մասնակցություն ունենք։ Ինչպես է իրականացվել, մենք բոլորին ուղեկցում ենք համապատասխան տեղամասեր, որպեսզի անձի սահմանադրական իրավունքը ապահովի եւ անձը կարողանա իրացնել իր ընտրելու իրավունքը։ Եվ նաև իլերումն ասեմ, որ քրեակատարողական հիմնարկներում էլ է ընտրություն կազմակերպվում, այս պահին ընտրական process-ը ընթացքի մեջ է, 1400 անձ մի քիչ ավել կամ պակաս ընտրություններին ըստ էության մասնակցում է, նրանցից որոշները հրաժարվում են քվեարկել, այս պահի դրությամբ 80 անձ արդեն իրացրել է իր ընտրական իրավունքը եւ քվեարկել է։